Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրադարձությունները մտնում են ամենավտանգավոր ու անկանխատեսելի փուլ, այն պահն է, երբ յուրաքանչյուր խոսք կարող է ճակատագրեր կոտրել, իսկ յուրաքանչյուր որոշում կրկնել անցյալի ամենամութ էջերը։ Միքայելն, ով տարիներ շարունակ եղել է գաղտնիքների, մանիպուլյացիաների ու կործանված կյանքերի կենտրոնում, այս անգամ էլ չի փոխում իր գործելավոճը։ Նա Անգելինային ժամանակ է տալիս հստակ ու սառը սպառնալիքներով, եթե նա Հենրիի հետ չլինի, պատմությունը կկրկնվի։ Եվ այդ կրկնությունն ամենասարսափելին է, նա չի տեսնի իր երեխային, այդ խոսքերը հնչում են ոչ թե որպես նախազգուշացում, այլ որպես դատավճիռ։ Միքայելը շատ լավ գիտի, թե ինչ ցավ է դա և ինչպես օգտագործել այն։ Հենրին էլ Անգելինային հեռախոսով ավելացնում է իր ծանրակշիռ խոսքն, անկախ ամեն ինչից իր երեխան շախունց ազգանունն է կրելու։ Այդ մի նախադասությունը կարծես վերջնականորեն խտացնում է իրավիճակը։ Անգելինան հայտնվում է փակուղում, մի կողմում սեր, մյուսում վախ, սպառնալիք և մղձավանջի կրկնության վտանգ։ Ամենայն հավանականությամբ հենց այդ պատճառով էլ Անգելինան հայտնվում է շախունցների տանը, գուցե վախեցած, գուցե կոտրված, գուցե պարզապես եկել է իր վերջին խոսքն ասելու։ Այդ պահը լռությամբ է լցված օդը ծանր, իսկ սպասումը ճնշող։ Թվում է ևս մի քանի վայրկյան, և նրա ճակատագիրը կվճռվի ուրիշների կողմից։ Ֆաինան իհարկե ուրախանում է, տեսնելով քրոջը Անգելինային, գրկում նրան, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Հենց այդ պահին դուռը բացվում է, և ներս է մտնում Սոսը։ Նրա հայտնվելը ոչ միայն անակնկալ է, այլև ուժեղ հակադարձում ամբողջ իրավիճակին։ Սոսը չի գոռում, չի սպառնում, բայց նրա խոսքը հնչում է ծանր ու անշրջելի։ Նա ասում է այն, ինչ տարիներ շարունակ ոչ ոք չէր համարձակվում ասել, ոչ ոք իրավունք չունի իր դստերը ժամանակ տալ, պայմաններ թելադրել կամ սպառնալ։ Անգելինան այլևս ոչ մեկի խաղաքարտը չէ։ Այս պահից սկսած ակնհայտ է դառնում, որ առաջիկայում բախումն անխուսափելի է։ Միքայելն ու Սոսը կանգնում են դեմ դիմաց, երկու տղամարդ, երկու աշխարհայացք, երկու տարբեր հայրեր։ Այստեղ հարցն արդեն ոչ թե ֆիզիկական ուժն է, այլ այն, թե ով է իրականում ուժեղ՝ նա, ով տարիներ շարունակ վախով է կառավարել, թե նա, ով վերջապես կանգնել է իր դստեր կողքին առանց վախերի։ Մինչ այդ սերիալի մյուս գիծը ևս ծանր ու ցավոտ զարգացում է ստանում։ Լիլիթը գտնվում է հոգեկան ծանր վիճակում, նա միայնակ է, կոտրված, առանց հենարանների։ Գնում է գերեզմանատուն, հոր գերեզմանի մոտ այդ տեսարանները լի են խեղդող ցավով։ Նա խոստովանում է, որ չի կարող ապրել առանց հոր, որ աշխարհն իր համար դատարկվել է։ Նրա ողբը ոչ միայն ցավի արտահայտություն է, այլև վտանգի նախանշան։ Լիլիթն այն կետում է, որտեղ մարդը կամ կոտրվում է վերջնականապես, կամ դառնում առավել վտանգավոր բոլորի համար։ Վերջին զանգը սերիալում ամեն ինչ շարժվում է դեպի պայթյուն, սեր, վախ, սպառնալիք, հայրական պաշտպանություն և հոգեկան փլուզում։ Բոլորը մի կետում են հավաքվում։ Առաջիկա սերիաները խոստանում են ոչ միայն լարվածություն, այլև ճակատագրական բախումներ, որտեղ հաղթողը լինելու է նա, ով պատրաստ է կանգնել ճշմարտության կողմում, անկախ ամեն ինչից, այնպես որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում, ապա բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Շատ շուտով հետաքրքիր նոր անակնկալներ, նոր գաղտնիքների բացահայտումներ և իհարկե հետաքրքիր կադրից դուրս իրավիճակներ, որոնք արվել են նկարահանման հրապարակում։ Իսկ այժմ ձեզ մաղթում ենք բարի դիտում, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում սպասում ձեր կարծիքներին։ Ինչ եք կարծում, ինչու է Անգելինան եկել շախունցների տուն, և արդյոք կհամաձայնվի մնալ այնտեղ վախեցած, թե կհեռանա հոր Սոսի հետ։ Գրեք ձեր կարծիքները։ Էդի գիտես ինչ է։ Տեսեք իմ հենարան։ Կիսուրը դա հենասյուն է։ Ինչա՞։ Կիսուրը հենասյուն է, ժողովուրդ։ Չէ, Երջան։ Կիսուրը հենասյուն չի։ Տվեք ինձ հենվան գետ և ես աշխարհաշուտ կտամ։ Անկեղծ եմ ասում, ես իմ ամենախառը ու ամենածանր շրջանում, երբ ես ոչինչ չեմ հասցնում անել, ինձ մենակ ես խցանումներն են պակաս։
ու եկել եմ փաստը, որ ինչ որ բաներ կան, որ ինտերնետի միջոցով գոնե ճանապարհին այդ խցանման մեջ ես կարողանամ անեմ, բայց ինտերնետս չի աշխատում։ Ու առհասարակ այսօր ամենաթարս ու ամենասխալ դասավորված օրն ա եղել իմ մոտ, որովհետև ինչ պլանավորում էի թարսեր գնում, չգիտեմ։ Բարի լույս բոլորին, այսօր օրը սկսել եմ լի նկարահանումից, նկարահանում ենք իմացիր ավելինի տոնական թողարկումը։ Ներսում են, հեսա կմտնեմ, ու այստեղից վազելու եմ նկարահանման, մեր վերջին զանգի այսօր սիրուն տեսարաններ ենք նկարելու, այնպես որ բաց չթողնեք ամսի 30-ին, դեկտեմբերի 30-ին վերջին սերիան ամեր, 29-ին ու 30-ին լինելու են շատ սիրուն ու հետաքրքիր սերիաներ։ Լավ օր բոլորիդ։